Ժողովուրդը շատ լավ գիտի, թե ով է իրական սպառնալիքը։ Հարգելի ընկերներ, նախընտրական փուլում ակնհայտ է, որ տարբեր հարցումներ պետք է հրապարակվեն, ուղղակի հայաստանյան յուրահատկությունը կայանում է նրանում, որ այդ հարցումները երբ որ հրապարակվում են, իրենք նպատակ չունեն ցուցադրելու իրական հասարակական տրամադրությունները, այլ շատ դեպքերում փորձ է արվում ազդել այդ տրամադրությունների վրա, դրա համար ամերիկյան կողմից պատվիրված հարցումը, միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից պատվիրված հարցումը ցույց է տալիս ՔՊ-ի անհավանական աջակցության ցուցանիշը, ինչը մեղմ ասած չի համապատասխանում իրականությանը հենց այդ նույն հարցման շրջանակներում տեղ գտած այլ հարցերի համատեքստում։ Օրինակ, տեսեք, հարցվածների զգալի հատվածը, ավելի քան 65%-ը շարունակում է հայ առաքելական սուրբ եկեղեցին համարել ամենաարդյունավետ, ամենավստահելի կառույցը, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում։ Չի կարող հասարակությունը մի կողմից աջակցել եկեղեցուն, մյուս կողմից աջակցել Նիկոլ Փաշինյանին, այդպիսի բան չի լինում։ Իսկ ինչ է իրականում մտածում հասարակությունը, հատկապես այն հարցերի վերաբերյալ, որի մասին շատ է խոսում իշխանությունը, հենց եկեղեցու սահմանադրական փոփոխությունների, արևմտյան Ադրբեջան կոչվող այդ աղետի մասին ինչ են կարծում քաղաքացիները։ Վերջերս աչքովս մի հարցում ընկավ, սովորական քնելուց առաջ, երբ որ թերթում էի համացանցը, աչքովս մի հարցում ընկավ, որտեղ քաղաքացիները պատասխանել են հենց այդ հարցերին, այսինքն ինչպես են վերաբերվում հարձակումներին եկեղեցու դեմ, արդյոք սահմանադրական փոփոխությունները, որոնք պատվիրված են Ադրբեջանից, իրենք կգնան կողմ կքվեարկեն այդ ամեն ինչին ու ընդհանրապես իրենց վերաբերմունքը նաև այդ սահմանադրական փոփոխությունները ասվածին ինչպես է, Ադրբեջանի հետ խաղաղությանը հավատում են, թե չէ, ինչ է ուզում իրականում Ադրբեջանը։ Եկեք ուղղակի միասին դիտենք հարցման արդյունքները ու ֆիքսենք մեր համար։ Հասարակությունը ամեն ինչ շատ լավ հասկանում է, առաջին հերթին այն, թե ով է իրական սպառնալիքը։ Այո, ես 100 անգամ ասել եմ, որ եկեղեցուն կպնել չի կարել։ Նախ Ադրբեջանը գլուխը պատին է տալի, որ խառնվա մեր գործերին։ Ինչը կողմալես, կամ ով է դրան կողմ։ Դրա մասին ընդհանրապես խոսել, կամ էլ ով իրավունք ունի, ոչ ոք իրավունք չունի։ Ոչ, միանշանակ կողմ չեմ, պատրաստ չեմ քվեարկել։ Դե Ադրբեջանը ինչ է Իրան որ ձեռք է տալիս, ինչը որ Իրան ասենք վնաս է, այդ դեպքում թե սահմանադրությունը, թե եկեղեցին, այսինքն այն բոլոր բաները, ինչը որ իրանց խանգարում է, իրանց ծրագիրը իրականացնեն Հայաստանում, իրանք այդ ամեն ինչին դեմ են եւ ուզում են այդ ամեն ինչը փոփոխեն ներկայիս, ասենք, ղեկավարության միջոցով, որովհետեւ կարողանան իրանց բոլոր հարցերը շատ սահուն ձևով ստեղ անցկացնեն։ Իհարկե ոչ, նա ոչ գործն է, նա ով է, ինչ գործ ունի մեր եկեղեցու հետ, մեր դավանանքի հետ։ Այս իշխանությունը ամեն ինչ անում է, պարտված իշխանությունը, որ հաճոյանա այդ դրսի ուժերին։ Չորս է կատարվում է, ինչ, հենց ամեն ինչը։ Լրիվ ձեռնատու է, լրիվ։ Իշխանությունները իրավունք չունեն քննադատելու եկեղեցուն, խառնվելու նրա գործերին։ Նրանք նույնիսկ իրավունք ունեն պետական գործին խառնվելու, իսկ պետությունը նրա գործերին խառնվելու իրավունք չունի։ Թուրքը երբեք խաղաղություն չի ուզում մեր հետ։ Մենք տեսանք Սումգայիթ, մենք տեսանք Բաքու, մենք տեսանք վերաբերմունքը Ղարաբաղ, ու շարունակությունը ստեղ պետք է լինի։ Խելքի մոտ բան չի։ Հիմարություն Ադրբեջանի ինչ ասում է։ Թուրքերի կողմից միշտ վտանգ կա։ Ադրբեջանի կողմից վտանգ զգում եմ միանշանակ։ Այդ Ադրբեջանից է զզվում եմ արդեն։ Խաղաղություն ապահովելու համար մեզ պետք են առաջինը, որ մեր կառավարությունը, մեր երկրի ղեկավարը իրանց դիրքորոշումը փոխեն։ Միայն ուժ։ Բանակը հզորացնել, տնտեսությունը զարգացնել։ Տնտեսական զարգացում եւ հզորություն։